Երևի որ լսվի բոլորին, էլի ձայնագրության նաև։ Կներեք նախ ասեմ, որ բոլոր հարցերի եւ ինչքան հարց ուզում է լինի, պատասխանելու ենք, խնդիր չկա ժամային։ Խարտիպին կոդեջ ասա։ Հեցի ժամանակավոր կառավարիչը ամեն շաբաթ վատ վիճակում գտնվող ենթակայանների լուսանկարները հրապարակում եւ ասում, որ բաշխիչ ցանցը ծայրահեղ վատթար վիճակում է, տեխնիկապես եւ բարոյապես մաշված վիճակում է գտնվում։ Դուք ձեր հերթին նշում եք, որ միլիոնավոր դրամների ներդրումներ եք կատարել ձեր ղեկավարման ժամանակ։ Այդ դեպքում ուր են գնացել այդ ներդրումները։ Եվս մեկ անգամ անդրադառնանք անկեղծությանը, էլի, եթե տեսեք մոտավորապես 10,000 ենթակայան գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ոչ մեկ երբևէ չեք գտնի այդպիսի հայտարարություն, որ Տաշիր կապիտալը հեծը հայտարարած լինի, որ մենք ամբողջությամբ վերազինել ենք, վերջացրել ենք, այլևս խնդիր չունենք։ Հիմա եթե խոսում ենք ազնվությունից, այդ դեպքում ես մի առիթով եմ ասել, երբ որ վատը ներկայացնում ես, լավն էլ ներկայացրու։ Հիմա ես առաջարկում եմ կոնկրետ այդ մասով ժամանակավոր կառավարիչը հանձնաժողովը կապ չունի, ստեղծեն եռակողմ հանձնաժողով, այսինքն սեփականատիրոջ ներկայացուցիչները, հանձնաժողովի ներկայացուցիչները եւ ժամանակավոր կառավարիչի, այսպես ասած, ներկայացուցիչները եւ մոնիտորինգ անենք, այդ ընթացքում մենք էլ ցույց տանք, այսպես բոլորին, ինչ է կատարվել։ Այսինքն նաև ներդրումները, ինչ ներդրումներ են կատարվել եւ ինչքան ենթակայաններ են վերանորոգվել, ինչպես նաև մալուխային գծեր եւ օդային գծեր։ Եվ երկրորդ այդ հանձնաժողովը, որպեսզի կարողանա նաև անջատումների քանակը ֆիքսի։ Իրենք խափում են ուղղակի։ Մենք վիզուալ տեսնում ենք, որ անջատումները անկեղծ եմ ասում, առանց շահագրգռվածության, բնականաբար ունեմ շահագրգռվածություն, բայց շատ անկեղծ եմ ասում, հաշվի առնելով եւ այն ժամանակվա անջատումները ըստ որի ճգնաժամ էր, այսպես ասած, եւ հիմիկվա։ Վիզուալ համենայն դեպս երևում է, որ շատացել է ավելի։ Մենք պնդում ենք, որ 2025-ի վերջի եռամսյակում 40%-ով շատացել է, քան 24-ի վերջի եռամսյակի արդյունքներն էր։ Հիմա այս պարագայում իրենք հանձնաժողովին ինչ են տալիս, չգիտեմ։ Ես առաջարկում եմ նաեւ այդ հանձնաժողովը ուսումնասիրի, այսպես ասած, քանակը անջատումների եւ դուք կտեսնեք, որ իրենք ուղղակի խափում են, ներկայացնում են իրենց ուզած ինֆորմացիան։ Հավատացած եղեք, մենք նաեւ մի քանի այսպես տարբեր եւ էջերով ոչ այսպես շատ կանոնակարգված ներկայացնում ենք, թե ինչ է կատարվել։ Այդ վերանորոգված ենթակայանները, հարյուրավոր կիլոմետրերով գծերը եւ այլն։ Ես մի քիչ հավելեմ, էլի, որովհետեւ հանձնաժողով դրան էլ անդրադարձել, որովհետեւ այդ 9 կետից այն 6-ի 9-րդ կետը վերաբերվել է ենթակայաններին։ Միջև հանձնաժողովի